Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մեր հաղորդումն այսօր ֆուտբոլային է։ Եկել ենք Հայաստանի չեմպիոն Նոայի մարզաբազա։ Այս ակումբը հայկական ֆուտբոլի լուսավոր կետերից մեկն է։ Այստեղ կա գրագետ մոտեցում, հստակ տեսլական։ Պետք է նշեմ, որ կար ժամանակում Նոան ունեցավ իր մարզաբազան, շուտով կունենա նաև գերժամանակակից ստադիոն։ Իհարկե վերանորոգումը դեռ շարունակվում է։ Այսօր մեր չեմպիոնին կտեսնենք ներսից, կիմանանք բաներ, որոնք դեռ չեն բացահայտվել։ Ինչևէ, գնացինք։ Հայաստանի չեմպիոնի մարզաբազայից առաջին սպասված նորությունը։ Նոան արդեն իսկ ունի հատուկ ֆուտբոլի համար մասնագիտացված ֆիթնես մարզադահլիճ։ Այստեղ առաջին նկարահանումը հենց չեմպիոնի հետ հաղորդման համար է։ Գոր Մանվելյանը ֆրանսիական Նանտից մոտ 2.5 տարի առաջ միացավ Նոային։ Գոր, ողջույն, ինչպես ստացվեց ադապտացիան։ Շատ լավ, ինձ համար շատ հարմար էր։ Ակումբն էլ ամեն ինչ արելա, որ ինձ համար հեշտ լինի ադապտացիան, եւ ես շատ ուրախ եմ Նոայում։ Նոայում մրցակցությունը շատ մեծ է։ Դա քեզ ընկճում է, թե հակառակը օգնում միշտ պատրաստվել ու շարժվել առաջ։ Չէ, դիք ասեմ ինձ օգնում է, մրցակցությունը միշտ պետք է ֆուտբոլիստի համար, որ ավելանես ու ավելի լավ լինի։ Հայաստանի հավաքականում ես նաև հանդես գալիս։ Հայաստանի հավաքական հրավիրվելիս խաղալով վստահություն ստանում ես։ Այո, շատ լավ եմ զգում։ Վստահություն ունեմ, բայց պետք է ապացուցեմ, որ կարող եմ մտնեմ թիմի մեջ։ Ինչ խնդիր ես ինքդ դնում Նոայում խաղադաշտ մտնելիս։ Ես շատ հավակնոտ ֆուտբոլիստ եմ, դրա համար միշտ որ մտնում եմ դաշտ, ուզում եմ թիմին շատ օգնեմ, ու դա իմ առաջին նպատակն է թիմի օգնելը։ Երկրորդ տարին անընդմեջ Նոան կոնֆերենցիաների լիգայում է։ Ինչ ես կարծում, այս անգամ կհաջողվի հաղթահարել փլեյոֆ փուլը։ Հուսով եմ, որ հա, մենք գիտենք, որ շատ որակով թիմ ենք եւ կարող ենք դա անենք ու դրա համար շատ կաշխատենք, որ անցնենք հաջորդ փուլ։ Դե ինչ հուսանք ձեզ կտեսնենք փլեյոֆում։ Մերսի։ Մեր նկարահանման օրը Նոայում երկու առիթ կար։ Նախ ամբողջ թիմը շնորհավորում է Արտակ Դաշյանին ծննդյան օրվա կապակցությամբ։ Նոայի մարզաբազայում հաճելի անակնկալ նաև դարպասապահ Թիմոթի Ֆայոլուին, որը Կոնգոյի հավաքականի կազմում դուրս է եկել աշխարհի առաջնության փլեյոֆ։ Աննա Օհանյանը Նոա ակումբի զարգացման գծով տնօրենն է։ Հայկական թիմերում քիչ են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն, ովքեր կարևոր պաշտոն են զբաղեցնում։ Աննա, ձեր ակումբում հիմնականում տղաներ են աշխատում, հեշտ է ղեկավար պաշտոն զբաղեցնել այնպիսի ակումբում, որը նաև առաջատար է։ Շատ հեշտ է, քանի որ մենք ունենք շատ աջակցող թիմ, որոնք անկախ սեռային պատկանելությունից, անկախ ցանկացած այլ հանգամանքներից միշտ աջակցում են։ Մենք թիմ ենք, իրական թիմ ենք, ու իրար օգնում ենք ցանկացած հարցում եւ իրար օգնում ենք լինել ավելի լավ, ավելի պրոֆեսիոնալ։ Մեր տղաները ինձ հնարավոր ամենաբարձր աջակցությունն են ցուցաբերում, որ ես հնարավորինս հարմարավետ գամ եւ լավ պայմաններում աշխատեմ։ Աննա, ձեր թիմը այն թիմերից է, որը ձգտում է միշտ ամենից լավը լինել, ընդ որում չափանիշ կա նաև միջազգային ստանդարտով լավը լինել։ Դա շատ կարևոր է, որովհետև դա նաև հայկական ֆուտբոլի պատիվն է։ Ինչ նոր չափանիշներ եք սահմանել, որն է գլխավոր չափանիշը Նոայի։ Նոայի գլխավոր չափանիշն այն է, որ այստեղ ապահովեն այնպիսի պայմաններ, այնպիսի բարձր պայմաններ, այնպիսի միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ, որ երեխան ունենա ամենակարևոր նախապայմանները դառնալու թոփ ֆուտբոլիստ, դառնալու միջազգային ասպարեզի համար հարմար ֆուտբոլիստ եւ ունենա կայանալու, զարգանալու բոլոր անհրաժեշտ պայմանները եւ ոչնչով չտարբերվի այլ եվրոպական թոփ ակումբներից։ Մենք շարժվում ենք մեր գերազանցության ճանապարհով, որը մեր կարգախոսն է եւ այս ամբողջ ենթակառուցվածքը եւ այն ամբողջ միջավայրը, որ ստեղծում են Նոայի շուրջ, պետք է նպաստի նրան, որ մենք կրթենք ապագա տաղանդներ, մենք կրթենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք որ կներկայացնեն թե Նոան բարձր միջազգային ասպարեզներում եւ թե Հայաստանը, իհարկե Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Սա ամենաբարձր նպատակը։ Նոան նոր ենթակառուցվածք ունի, որը դեռ վերանորոգման փուլում է,
Խնդրեմ ասեք ուր եք հասել եւ երբ վերջնականում պատրաստ կլինի։ Իրականում դուք երևի առաջին նկարահանման խումբն եք, որ գտնվում է նոր մարզասրահում, դրա համար մենք շատ շակերտները չենք բացում, բայց շենքն արդեն massամբ շահագործվում է մեր ֆուտբոլիստների կողմից։ Նոր խաղադաշտը արդեն իսկ շահագործվել է եւ արդեն իսկ ֆուտբոլիստները մարզում են բոլորովին նոր բարձրակարգ խոտածածկի վրա։ Շենքը արդեն վերջնական փուլին է հասել, կարծում ենք, որ շուտով կշահագործենք։ Սա այն միջավայր, այն նվազագույն միջավայրը, որ մենք ապահովելու ենք թե առաջին թիմի եւ թե ակադեմիայի ապագա ֆուտբոլիստների համար։ Աննա, վստահ եմ շատ մեր հեռուստադիտողների, նաեւ նրանց ծնողներին հետաքրքիր է թե այստեղ մանկապատանեկան ֆուտբոլի ինչ փուլում է եւ արդյոք նրանք հնարավորություն ունեն իրենց երեխաներին բերել հատկապես 6-7 կամ ավելի։ Իհարկե ունեն հնարավորություն, մենք բավականին լուրջ շեշտ ենք դնում մանկապատանեկան ֆուտբոլի վրա եւ այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաեւ մենք անընդհատ սելեկցիոն փուլում ենք, հավաքագրման փուլում ենք, ներգրավելու մասնագետներ նաեւ արտերկրից, այստեղ մարզում են նաեւ արտերկրից մասնագետներ։ Մենք ունենք թե էլիտար թիմեր, այսինքն թիմեր, որոնք մասնակցում են առաջնություններին տարիքային եւ թե արդեն իսկ այս տարի բացել ենք սիրողական թիմեր, որովհետեւ դրանց պահանջարկը շատ բարձր էր։ Կան երեխաներ, որոնք որ չունեն դեռային տվյալները, որպեսզի հանդես գան առաջնություններում, սակայն ունեն ձգտում այդ երեխաների համար բացվել են սիրողական թիմեր, այնպես որ հեռուստադիտողները, եթե անգամ իրենց երեխան իր ապագան չի պատկերացնում ֆուտբոլում, սակայն ուզում է նոայում մարզվել, արդեն ունեն նաև այդ հնարավորությունը։ Մանկապատանեկան ֆուտբոլը մեր ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, որովհետև այս ամենը, որ ստեղծվում է ոչ թե կարճաժամկետ նպատակների, ոչ միայն առաջին թիմի, այլև երեխաների ապագայի համար։ Ակումբը զարգացման նպատակի շուրջ նաև իր տեսլականը ունի, հա, թե երբ կհասնի կարևոր հաջողությունների։ Այ ունեք տեսլական, թե երբ կհասնեք օրինակ Չեմպիոնների լիգայի փուլ։ Իհարկե դա բոլորիս երազանքն է եւ բոլորս ամեն օր աշխատում ենք մտքում ունենալով, որ մի օր մեր երազանքն ի կատար է ածվելու։ Սպորտում գիտեք ամեն ինչ հնարավոր է, որ հրաշք լինի, հնարավոր է, որ հարմար մրցակից լինի եւ հնարավոր է, որ որակավորման փուլերը տարբեր կերպ լինեն, սակայն չենք ուզում այդպես բախտիկը ջույքին սպասենք, այլ ուզում ենք ռեալ պրակտիկ քայլեր անենք, որպեսզի այդ օրը հնարավորինս շուտ գա։ Իհարկե մեր մեծագույն թիրախը դա է, սակայն երկրորդ տարին անընդմեջ որակավորվել Եվրոգավաթային լիգայի փուլում, սա կարծում եմ բավականին լուրջ ձեռքբերում է հայկական ֆուտբոլի համար, թե նոյի համար, թե առհասարակ հայկական ֆուտբոլի համար, բայց այստեղ աշխատող ցանկացած մարդու երազանքը Չեմպիոնների լիգայի փուլում խաղալն է իհարկե։ Դե ինչ սպորտում ու առհասարակ կյանքում կարևորը երազելն է ու գնալ երազանքի հետևից, հուսանք, որ մեր բոլորիս երազանքը մի օր ի կատար կացվի։ Շնորհակալություն։ Նոայի դարպասապահ Թիմոթի Ֆայոլիի շնորհիվ Կոնգոյի հավաքականը հաղթեց Նիգերիայի ընտրանում եւ հնարավորություն ստացավ խաղալ աշխարհի առաջնության փլեյոֆում։ Թիմոթին ետ մղեց 2-11 մետրանոց։ Թիմոթի դու միակ ֆուտբոլիստն ես Հայաստանի առաջնությունում հանդես եկող, որը հնարավորություն է ստանում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու։ Դու էլ կարևոր խաղում ետ ես մղել 2-11 մետրանոց։ Հայաստանի առաջնությունում հանդես գալուց դա ձեզ վստահություն տալիս է։ Déjà en venant à FC Noah, j'avais déjà Մեծ սպասելիքներով եմ միացել Նոային։ Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այստեղ։ Հույս ունեմ, որ իմ ցույց տված խաղով կնպաստեմ Հայաստանի առաջնության մակարդակի բարձրացմանը, որը կարող եմ ասել, որ այդքան էլ չի զիջում եվրոպական լիգաներին։ Ձեզ շնորհիվ Կոնգոյի հավաքականը հաղթեց Նիգերիայի ընտրանում։ Դուք էլ հետ մղեցիք 2-11 մետրանոց։ Ինչ էիք զգում այդ պահին։ Ouais, sur le moment, tu réalises pas trop ce que Մենք դեռ մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց դա պարզապես հրաշալի կլինի։ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը 52 տարի չի մասնակցել աշխարհի առաջնությանը։ Մենք կկռվենք մեր ամբողջ ուժով անցումային այդ խաղում։ pour gagner ce prochain match. Եթե հաղթեք փլեյոֆում, ինչպես կնշեք հաջողությունը։ On va partir directement au pays pour célébrer avec le pays. Եթե անցնենք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, կվերադառնանք մեր երկիր ու կտոնենք այն բոլորի հետ։ Սպասել ենք այդ պահին 52 տարի։ Շատ իրադարձություններ են այս պահին կատարվում Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում, այնպես որ որակավորվելը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ մեծ ճանաչում կբերի երկրին։ Դե ինչ հաջողություն եմ մաղթում քեզ փլեյոֆում։ Շնորհակալություն։ Պարոն Պերկովիչ, երկար ժամանակ արդեն Հայաստանում եք։ Ինչով է առանձնանում Նոան ու Հայաստանը ձեզ համար։
Well, and Armenia and Yerevan and Noah, for me, are really. Հայաստանը, Երևանը, Նոան ինձ համար առանձնահատուկ են։ Հայ ժողովուրդը ինձ դուր է գալիս։ Այստեղ մարդիկ շատ բարի են եւ ջերմ։ Շատ եմ հավանում նաեւ մեր մարզաբազայում հաստատված միջավայրը։ Բոլորն այստեղ բարի են եւ չափազանց աշխատասեր։ Այս միջավայրում աշխատելն ինձ համար մեծ հպարտություն է։ Ես վայելում եմ իմ ժամանակն այստեղ եւ հույս ունեմ, որ այսպես կշարունակվի։ And I hope that it will last. Պարոն Պերկովիչ, հայերն ու խորվաթները միմյանց ինչով են նման։ Well, I think that there is a lot of similarities between Croatia and Armenia. Խորվաթիայի եւ Հայաստանի միջև բազմաթիվ նմանություններ կան։ Երկուսն էլ փոքր երկրներ են, ոչ շատ մեծ բնակչությամբ։ Բայց թե հայերը, թե խորվաթները ունեն բնավորություն։ Քաջ ժողովուրդ են, սիրում են աշխատել։ Կարծում եմ հայերն ու խորվաթները միմյանց շատ նման են, եւ դա իմ աշխատանքն ավելի է հեշտացնում եւ ինձ ավելի է մոտիվացնում։ I did it with even more enthusiasm. Պարոն Պերկովիչ, ո՞րն է ձեր գլխավոր սկզբունքը Նոայում։ Well, I like that our environment where I am working is. Այստեղ մենք ապրում ենք որպես ընտանիք։ Միմյանց հետ շատ կապված ենք։ Միմյանց կողքին ենք թե ուրախ, թե տխուր պահերին։ Սպորտում սա շատ կարևոր է։ Մենք համեստ ենք, աշխատում ենք տքնաջան եւ որ ամենակարևորն է, հաճույք ենք ստանում նրանից, ինչով զբաղվում ենք։ Նոայի յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարզապես վայելում է մարզումները, նախապատրաստական հավաքները, ֆուտբոլի մաս կազմող մյուս գործողությունները։ Եվ կրկնում եմ, մենք այստեղ մի մեծ ընտանիք ենք։ Վերջին խաղերում Նոան միշտ չէ որ հաղթում է։ Ձեր կարծիքով դեռ լիովին բացահայտված չէ Նոայի ներուժը։ Honestly speaking, I think that we are just at the beginning. Անկեղծ ասեմ, մենք դեռ նոր ենք սկսում մեր մեծ ճանապարհը։ Մեզ համար այս մրցաշրջանը բավականին վաղ է մեկնարկել, հուլիսի սկզբին։ Եվ մինչև հիմա 20-ից ավելի խաղ ենք անցկացրել։ Դեռևս 6 խաղ ունենք առջևում։ Սա բավականին մեծ թիվ է։ Ամռանը շատ փոփոխություններ ու համալրումներ եղան կազմում։ Հայաստանի առաջնությունում որոշ խնդիրներ ունենք, բայց դեռ շատ խաղեր ունենք խաղալու։ Իսկ Եվրոպայում կարողացանք հասնել կոնֆերենցիաների լիգայի փուլ։ Մեր նպատակն է հասնել play-off։ Համոզված եմ Նոային պայծառ ապագա է սպասվում։ Նոան ուժեղ կազմ ունի։ Այսուհանդերձ, որ ֆուտբոլիստին կցանկանայիք տեսնել Նոայում, ինչ որակներով ֆուտբոլիստի։ Players that I like the most are always my players. I'm very happy. Ամենաշատը ես հավանում եմ իմ խաղացողներին եւ նրանցից շատ գոհ եմ։ Բայց եթե հարցնում եք թե ինչպիսի խաղացող կուզեի տեսնել իմ թիմում, ես կընտրեի Հենրիխ Մխիթարյանին Ինտերից։ Նրա որակներն ու փորձը ամենաբարձր մակարդակի են եւ այդպիսի խաղացողը մեզ շատ կօգներ։ That this kind of player would help us a lot. Շնորհակալություն։ Merci շատ։ Այս մրցաշրջանում Նոայի գլխավոր նպատակը կոնֆերենցիաների լիգայի փլեյոֆ դուրս գալն է, բայց մեր չեմպիոնն ունի ավելի հեռանկարային նպատակներ։ Հաջողություն մաղթենք Նոային, իսկ եթերում չեմպիոնի հետներ։ Սպասեք մեզ։